Արամ Խաչատրյանի առաջին սիմֆոնիայի կլավիրի ձեռագիրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխարհի հիշողության ռեեստրում է, պահվում է կոմպոզիտորի տուն-թանգարանում, հիմա զետեղված է Երևանի թանգարաններ հավելվածում։ Այսինքն նույնիսկ չայցելելով թանգարան կարելի է բավականի ինֆորմացիա արդեն ստանալ։ Թանգարանի դեռ 25 ցուցանմուշի մասին աուդիոգիդը կարող է պատմել հակիրճ, այցելուները այն կարող են լսել 10 լեզվով, կա նաև վիրտուալ շրջայցի հնարավորություն և թանգարանի առաջիկա միջոցառումների մասին տեղեկություն։ Արամ Խաչատրյան տուն-թանգարանից բացի հավելվածում աուդիովիզուալ տեսքով ներկա են Մարտիրոս Սարյանի և Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանները։ Սա ոչ միայն աուդիովիզուալ և վիրտուալ թարգմանիչ է, սա նաև մշտական կապ է թանգարան այցելած, երբևէ այցելած զբոսաշրջիկի հետ։ $25,000 արժողությամբ ծրագիրը ֆինանսավորել է Հայաստանում Չինաստանի դեսպանատունը, մշակույթի նախարարության պատվերով ղեկավարել է Պատմության թանգարանը, ծրագիրն իրականացրել է Technology and Science ընկերությունը։ Թանգարանային աուդիովիզուալ գիդը նվեր է հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման առիթով։ Անկեղծ ասած չէի սպասում, որ այսքան արագ ամեն ինչ կարվի։ Հիանալի է, հայկական հարուստ ու բազմադարյա մշակույթը աշխարհին մատուցվում է նորագույն տեխնոլոգիաների միջոցով։ Հավելվածում 3 թանգարաններից 25-ական ցուցանմուշներ են ներկայացված, ընթացքում դրանց թիվն ավելանալու է, աուդիովիզուալ գիդում կավելանան նաև թանգարանների թիվը, հասնելով 7-ի։ Անի Հակոբյան, Անդրանիկ Արթենյան, ժամը դրդվական։